Շանթ հեռուստաընկերության միջազգային գրանցում ունեցող առաջին հայկական երաժշտական ձևաչափը պրեմիերա նախագիծն է, այն երաժշտական յուրօրինակ ձեռագիր և նախադեպը չունեցող ձևաչափ է հայկական հեռուստաշուկայում։ Պրեմիերայի օգնությամբ հանդիսատեսն ու հեռուստադիտողը հնարավորություն են ստանում հետևելու երգի ծննդյան խորհրդավոր ու ոգեշնչող գործընթացին, քանի որ նախագիծը բացառիկ հնարավորություն է ստեղծում երիտասարդ կատարողների, ինչպես նաև տաղանդավոր հեղինակների համար։ Շուտով մենք ունենանք էլի նոր երգեր, նոր կատարողներ, նոր հեղինակներ։ Դերաշրջանակներում հանդիպում են երգիչն ու երգահանը, արդյունքում ծնվում է նոր երգ, որի պրեմիերան կարող ենք վայելել ու նաև գնահատել բոլորս։ Նախագծի նոր երրորդ եթերաշրջանը շուտով կներկայացվի Շանթի հեռուստադիտողին, իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում պրեմիերայի այս եթերաշրջանում, որից հետո ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր։ Շատ հետաքրքիր մարդկանց հետ, այո, կզրուցենք։ Ողջույն, սա պրեմիերա հեռուստանախագծի բեմն է։ Հարյուրավոր երգեր առաջին անգամ կներկայացվեն հենց այս բեմից։ Գարնանն ընթառաջ եւ գարնանային նոր շնչով մարտի 6-ից Շանթի հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևելու Շանթի հեղինակած միջազգային գրանցում ունեցող միակ երաժշտական նախագծի երրորդ եթերաշրջանին։ Պրեմիերա 3-ի շրջանակներում երաժշտասեր հեռուստադիտողին սպասվում են նոր երաժշտական լուծումներ, նոր երգերի մշակումներ եւ յուրահատուկ կատարումներ։ Առաջին եթերաշրջան Աշնան Սերենադ, Սոնա Ռուբենյան, հեղինակներ Վազգեն Քոլոյան և Էլիտա Հարությունյան։ Գույներով ինձ կախարդեցի։ Երկրորդ եթերաշրջան Փակուղի, Լենա Ղազարյան, հեղինակ Տիգրան Աթայան։ Պրեմիերա 3 նախագծում առաջին անգամ կհնչեն նաև ժողովրդական երգեր։ Եվս մեկ նորություն, նախագծում առաջին անգամ հեղինակներն իրենք կներկայացնեն իրենց երգերը կենդանի կատարմամբ։ Դուրս արի, որ քեզ ասեմ բարև, Թեկուզ աշխանիմ նելինի, Տունդարցի ճանապարհն եմ որոնում, Հազարոբյուր գիշերներից այս մեկն Իհարկե շնորհակալություն, որ մասնակցել եք, շնորհակալություն, որ եկել եք եւ ցույց եք տալիս մեզ ձեր երգերը։ Ժյուրին կգնահատի եւ կընտրի լավագույն երգերը։ Հաջորդիվ այս երգերը կմշակվեն նախագծի երաժշտական պրոդյուսերներ Գիսանե Պալյանի եւ Գարիկ Պապոյանի կողմից։ Ժյուրիի անդամներ Շուշանիկ Արևշատյանը, Արսեն Սաֆարյանը, Գիսանե Պալյանը եւ Գարիկ Պապոյանը կընտրեն ներկայացված 6 երգերի լավագույն կատարումները, որոնք այդուհետ կներկայացվեն հեռուստադիտողի դատին։ Թե ովքեր կլինեն այս անգամ կատարողները, կբացահայտենք նախագծի ընթացքում, իսկ մինչ այդ առաջին լսումները կարող եք դիտել եւ գնահատել մարտի 6-ին Շանթի երեկոյան եթերում։ Ինչպես միշտ Շանթի հեռուստադիտողին սպասվում է հերթական վառ ու հետաքրքիր երաժշտական շոու ծրագիրը, նոր բացահայտումներով, նոր երգերով, նոր մշակումներով եւ նոր ու հաճելի տպավորություններով։ Սոնա Ղուկասյան, Սնեժանա Չալյան, Առավոտը Շանթում։ Շուտով մարտի 6-ից պրեմիերա 3 նախագիծը կլինի եթերում, իսկ այսօր նախապատրաստական աշխատանքների, անակնկալների և նաև ակնկալիքների մասին կխոսենք նախագծի ստեղծագործական թիմը ներկայացնող ռեժիսոր Աննա Թադևոսյանի, բարև ձեզ Աննա, ինչպես նաև նախագծի պրոդյուսերներից մեկի և ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանի, բարև Գարիկ։ Բարև ձեզ։ Ինչպես է տրամադրությունը, շնորհակալ ենք, որ եկել եք, լավ եք։ Դուք, հա։ Ասում ենք պրեմիերա նախագիծ 3, այսինքն սպասում ենք նորություն, որովհետև արդեն 2 նախագիծ ունեցել ենք, ինչ նորություն է բերելու այս երրորդ նախագիծը, ինչն է փոխվել։ Երրորդ եթերաշրջանում, նախ բարև ձեզ, եւ երրորդ եթերաշրջանում իսկապես ասեմ, որ կան տարբերություններ եւ ակնհայտ տարբերություններ, ամենակարևորը այն է, որ առաջին անգամ մենք ունեցանք լսումների փուլ հեղինակների համար, որովհետեւ մինչ այդ պարզապես իրենք դիսկերով կամ որևէ այլ տարբերակով ուղարկում էին երգերը եւ ժյուրի անդամները պարզապես հավաքվում էին սենյակում, լսում էին երգերը եւ ընտրություն էին կատարում։ Իսկ այս անգամ հեղինակները հնարավորություն ունեցան իրենք ներկայանալու կամ ներկայացնելու երգչին, որ կներկայացնի իրենց երգը։ Իրենք ներկայանում էին մեկ գործիքով ընդամենը եւ երկար օրեր ենք ունեցել
մոտավորապես 5-6 լսումների օր, երբ ժյուրի անդամները լսեցին բազմապիսի երգեր եւ լավ եւ վատ, ինչու՞ չէ, եւ բավականին շատ մարդիկ եկավ եւ ասեմ, որ բայց լսումների փուլը եթերում չի լինելու։ Եթերում ամսի 6-ից կլինի արդեն եթերում եւ ասեմ, որ երկրորդ առանձնահատկությունը նաեւ այն է, որի տարբերություն առաջին եւ երկրորդ եթերաշրջաններին, այս անգամ մենք ընդունել ենք նաեւ ժողովրդական ժանրի երգեր։ Եթե առաջին եւ երկրորդ եթերաշրջանում միայն էստրադային եւ պոպ երգեր էին, ապա այս տարի մենք ունենք բավականին հետաքրքիր ժողովրդական ժանրի մեջ ստեղծագործող հեղինակներ, ինչպես լավ այսպես էլ վատ, ինչպես ասում են, այո, աշուղական, ժողովրդական, ազգագրական ոճերում։ Ես դա ուզում էի հարցնել, որտեղ մի քիչ դժվար է, չէ՞, ինչքան հիմա ժողովրդական երգիչներ ունենք, միշտ հին երգերն են կատարում, որտեղ չկա նորը։ Այսօր կան փաստորեն հեղինակներ, ով այդ ոճի։ Այո, կան բավականին շատ հեղինակներ կան, որոնք որ ստեղծագործում են եւ պրեմիերայի նպատակներից մեկը միգուցե ֆինալում մենք այդ երգերը լսենք ոչ թե հենց ժողովրդական մանիերայով, այլ ձևափոխված տարբերակով, որովհետեւ մեր երաժշտական պրոդյուսերները հնարավորություն կունենան հետագայում այդ երգերից փոփոխություններ անել եւ այդ երգերը ներկայացնել բոլորովին այլ ժանրերում։ Չեմ էլ կասկածում, ասենք լսումների փուլից, Գարիկ ջան։ Առաջին անգամ է, որ պրեմիերա նախագծում պրոդյուսեր, ինչպես նաեւ ժյուրի, ինչպես անցան լսումների փուլը, տպավորությունները լսումներից, Գարիկ։ Ֆանտաստիկ բառով կարող եմ նկարագրել տպավորություններս, քանի որ շատ հետաքրքիր էր եւ հրաշալի բաներ կատարվեցավ։ Դժվար չէ այն մարդուն, ով կարծում է, որ ինքը երգահան է, երգեր է գրում, գալիս է կատարում է, բայց վատ է, ասես դու ընդհանրապես երգեր չես։ Այ եկեք հիմա շատ ավելի լուրջ պատասխանեմ եւ ավելի մանրամասն։ Ես օրինակ որպես մարդ, ով ինքը երգեր է գրում, մի տեսակ նաեւ ստեղծագործողի տեսանկյունից եմ այս հարցին վերաբերվում, որովհետեւ շատ բարդ է, երբ որ գալիս է ստեղծագործողը քեզ տալիս է մի բան, որը համարում է իր երեխան, իր ծնածը, տալիս է քեզ եւ էլ հետը կապ չի ունենում այնքան ժամանակ, մինչեւ դու երեխային դաստիարակում ես, դարձնում ես ինչ որ մի կերպար, որ հետո ինքը պետք է գա եւ տեսնի ինչ է դարձել։ Ու այդ թե լարվածությունը կարող է մի քիչ նաեւ անվստահությունը, բայց որ ուրիշ հնարավորություն էլ երկրում չկա անձեռացնոր ստեղծագործողներին հարթակ չկա տրամադրած, սա երևի միակ հնարավորությունն է։ Այդ ամեն ինչը իրար խառնած, այդ էմոցիաները գալիս են բարձրանում են պրեմիերայի բեմ։ Մենք շատ նուրբ ենք մոտեցել այդ հարցին, փորձելով մաքսիմալ այնպես անել, որ հեղինակը նույնիսկ եթե մենք չենք հավանում, գոնե ինքը չի հաստատվի իր գործից առաջին հերթին, որովհետև ստեղծագործելը դա մի օրվա բան չէ, դա տարիների փորձի հաշվին է լինում եւ շատ կարեւոր է, որ դու առաջին փուլում իր ստեղծագործական հանկարծ իր էնտուզիազմին գոնե չկպնես, որ տարիներ հետո ինքը կարող է հասնել այն բացին կներես տապակ մի երգ արելով, ասած չէ, հոյակապ երգ, բայց ուղղակի մեր ֆորման տենց այդ տենց բաներ, այո, կա տենց ճիշտ ձևակերպած նախադասություններ, որ եվրոպական դատարաններում հաստատված տարիների ընթացքում որ ասում ես, որ համ լինի չէ, համ լինի շարունակեք։ Այստեղ մի պահ կա, որ կուզենայի ավելացնել, որ շատ հետաքրքիր բան նկատեցինք, այն բոլոր մարդիկ հիմնականում, որոնք որ ավարտել են կոնսերվատորիան, ունեն երաժշտական կրթություն, բավականին թույլ երգեր էին ներկայացնում եւ այդտեղ ժյուրի անդամները կարծեմ շատ զիջողաբար չէին գտնվում այդ մարդկանց հանդեպ, բայց կար մի մեծ զանգված մարդկանց, որոնք բոլորովին այլ մասնագիտություններ ունեին, համակարգչով էին զբաղվում, չգիտեմ, առևտրով եւ բավականին տարբեր մասնագիտություններ ունեին, բայց այդ մարդկանց երգերը շատ հետաքրքիր էին ու շատ յուրահատուկ։ Որովհետև ինչ որ օրենքների մեջ շատ ավելի հետաքրքիր էր։ Դեք ինչ ոչ պրոֆեսիոնալները հիմնականում նու կոնկրետ են մարդիկ, ովքեր ոչ թե սովորել են երգ գրել, այլ ունեն տաղանդ երգ գրելու։ Մարդիկ, ովքեր չունեն այդ տաղանդը, բայց ուղղակի գիտեն երգ գրելու ձևը, բերում էին միանման երգեր, որովհետև իրանք գիտեն երգելու այդ 10 ձևը, որ իրանք սովորեցրել են, բայց տաղանդ չունեն, այսինքն նոր բան չեն կարողանում։ Բայց մարդիկ կան, ովքեր ուրիշ բաներով են զբաղվում, չունեն կրթություն, բայց իրոք ներկուստ ունեն տաղանդ, որ իրենց տրված է երգեր գրելու, ստեղծագործելու, իրենց մոտեցումը լրիվ նորովի է։ Այ մի հատ կներես էլ Անայի ջան, երգ գրողին մի հատ հարց եմ ուզում տամ, որպես կոմպոզիտոր։ Այ եթե այդ տաղանդ ունեցողը, բայց եթե դեռ չգիտի կոնստրուկցիան, եթե սովորի, ավելի լավ չի լինի իր համար։ Հրաշալի կլինի։ Իրոք հրաշալի։ Այսինքն կրթությունը դա լավ բան է։ Հանկարծ չկարծեն, շատ լավ բան է։ Այ ով որ կոնսերվատորիա ավարտել է, սա բութ են, կրթությունը շատ լավ բան է։ Միանշանակ լավ բան է, բայց դու պետք է ունենաս մտքեր, պետք է ունենաս տեսակ, որը չգիտես ինչպես հանձնել օրինակ թղթին եւ սովորես կանոնները թղթին հանձնելու։ Բայց ոչ թե քեզ տան գրիչ, տան թուղթ եւ ասեն, այս 10 բանը կարող ես շարել այս 3 տեսքով, դու էլ վերցնես ամեն անգամ նույն ձևի շարել։ Դու ինքդ էլ հեղինակ ես, քո հանդեպ լեցված չեն եղել այն մարդիկ,
հանդիպում զիջերես եւ ասեն իբր դու ինչ ես ստեղծագործում, որ քո գրած ինչա, որ դու մի հատ էլ մեզ ես ասում, մեզ է ձեր գրածը դուր չի գալի։ Դա միշտ լինում է, երբ որ դու ժյուրի ես, նույնիսկ եթե դու հեղինակ չլինես, լինես երգիչ ուղակի, մենք ինչքան երգիչներ ենք ունեցել ժյուրիում, գալիս են երգում են, երգիչը չի հավանում, դուրս են գալիս, ասում են իբր իր երգերն ինչա, որ ինձ էլ ասի լավա թվա։ Չէ, եթե դա լինում է մրցույթից հետո, դա ուղակի այդ կարծիքը վերածվում է վիրավորանքի։ Եթե դա լինի մրցույթից առաջ, որ ասես ուզում եմ գնամ մրցույթի, բայց չէ, երգիչնով է, որ ինձ դատի չեմ գնում։ Բայց եղել են այդպիսի դեպքեր։ Բայց եթե դու արդեն տեսել ես, գիտես ով է եւ գնացել ես, ի ցույց ես դրել ամեն ինչ, բայց չէի դեպքում, այսինքն հան պատրաստ ես ընդունել չեն ոչ, դա արդեն կարծիքից վերաբերում է։ Այդպիսի դեպքեր ունեցանք ու կարծում եմ եթերում կտեսնեք, մարդիկ, որոնք որ չէին, այո, չէին արժանացել եւ բեմից չես հիշում Գարիկ, բեմից բավականին կոպիտ արտահայտել ժյուրիի հանդեպ միտինգ կար եւ դուրս եկավ Գրիշայի մոտ էլ բավականին երկար։ Հետաքրքիր է, նախորդ երկու պրեմիերային ժամանակ շատ երգեր կային, որ այնքան էլ հաջող չէին, բայց գործիքավորման եւ երգչի շնորհիվ կարողացան լավ, այսպես կյանք ստանալ։ Այս եթերաշրջանում զարմացել եք, եղել են հեղինակներ, ովքեր հենց միանգամից երգ արդեն իսկ հավանել։ Այո, եղել են երգեր, որ միանգամից հիացմունք են առաջացրել եւ նույնիսկ մտածում էին Շուշանի Կարևշացյան մի երգի վերաբերյալ ասեց, ես ուզում եմ ձեզ ասեմ այո, բայց մտածում եմ այդ երգը հետո ոնց ենք փչացնելու, որովհետեւ ինքը չփոխելու տարբերակը։ Ինձ թվում է Գարիկը ավելի նույնիսկ մասնագիտական կարծիք կասի, բայց ես կուզենայի ավելացնել նաև, որ պրեմիերայի առանձնահատկությունը այն է, որ սկսնակ երգիչները, երգահանները, երբ որ գալիս են եւ մասնակցում են մրցույթի եւ միգուցե Սերգեյը ասած այդքան մեծ գիտելիքներ չունեն, իրենք ունեն հնարավորություն հետագայում աշխատել մասնագետների հետ, երաժշտական պրոդյուսերների հետ, ինչպեսին է օրինակ Գարիկը կամ Գիսանեն, եւ տեսնեն թե ինչպես իրենց երգից, որ միգուցե հում պահեր ունի եւ իրենք այդքան լավ չէին կարող մտածել, որովհետեւ հենց մասնագետ չէին, ինչպես է իրենց երգը դառնում պրոֆեսիոնալ ամբողջական եւ այդ երգի ծնունդը հենց այդտեղ է ծնվում եւ իրենք էլ հնարավորություն ունեն, այո, այդ ամենին մասնակցելու։ Իրականում շատ հետաքրքիր ծրագիր է, ոչ միայն իր կառուցվածքով, այլ հենց նպատակը ինչի համար դարված է, որովհետեւ այսօր շատ եք լսում, ես էլ եմ շատ լսում, ինքս եմ բողոքում, որ հիմնական բոլոր երգերը սիրված եւ հայտնի նման են իրար։ Ինչու, որովհետեւ նույն ստեղծագործողներից է գալիս, այդ ստեղծագործողներն էլ համակարգ կոմպյուտեր չեն այդ մարդիկ, իրանք ժամանակ ունենան, պետք է այդ մուսանգա անստեն սիրուն ստեղծագործող, բայց որ շատ ունեն պատվերներ, չեն էլ ուզում հրաժարվել գումարից, անընդհատ երգ են տպում, նմանվում է այդ ամեն ինչը։ Այսօր մենք ունենք լավ նոր ստեղծագործողների պակաս, ինչու չէ այս հաղորդումը լինի հարթակ, որպեսզի նոր ստեղծագործողները գան, երգիչներն էլ ովքեր կայացած են, արդեն նոր հանքեր գտնեն լավ երգերի։ Այս ստեղծագործողներին դիմեն նոր երգեր։ Չեմ կարծում, որ այս ստեղծագործողները օրինակ պրեմիերայի ընթացքում եւ շրջանակներում հայտնի դառնալով, նույնիսկ հաղթող միանգամից ասենք ինչ որ գներ կսահմանեն, նրանք մեծ հաճույքով լավագույն երգիչների լավ երգեր կնվիրեն, կփորձեն մտնել այս ասպարեզ, եթե երգիչները իրենց այդ հնարավորություն տան։ Մենք չենք կարող պահանջել հիմա երգիչներից դա անել, բայց պրեմիերայից հետո, երբ որ արդեն այդ ստեղծագործողները ինչ որ մի երգով հայտնի կդառնան, որին մենք կաջակցենք մեր տեսակով, մեր մոտեցմամբ, բեմով եւ այլն, կունենան հնարավորություն այդ երգիչների հետ համագործակցելու եւ ինչու՞ չէ, նոր տեսակի երգեր կլծվեն ասպարեզ։ Միակ եւ ամենակարևորը Դե այս բոլոր պրոյեկտների, շանտի բոլոր պրոյեկտների, ասենք, իմաստը նաեւ բացի կոմերցիայից, բարձր ինքներս մեզ չխափենք, այն է, որ շատ մի լավ մաս ունի, որ ասենք բացահայտումներ կա, նոր դեմքեր են ի հայտ գալիս։ Եվ ինչ տեսակի ամենակարևորը ստեղծագործությունները դրա համար էլ ստեղծվեց, որ այդ բոլոր երեխաները, որոնք որ գալահամերգներին մասնակցեցին, միգուցե չհաղթեցին, բայց հետագայում կանգնում են մի կարևոր հարցի առաջ, ունենալ երգացանք եւ այստեղ շատ դժվար է, որովհետեւ իրենք երիտասարդ են եւ ճիշտ երգ ընտրել, ճիշտ գործիքավորում անել, հասկանալ թե դու որ ուղղությամբ ես ուզում գնալ, դա իրականում շատ դժվար գործ է եւ երբ որ մեր երգիչները գալիս են երգեր ընտրելու, ինչու իրենց հետ գալիս են խորհրդատուներ, ինչու իրենց օգնում են երաժշտական պրոդյուսերները, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ իրենք բավականին դժվար են կողմնորոշվում ու բավականին դժվար է իրենց առաջին քայլերը անել։ Եվ սա հնարավորություն է իրենց համար նաև հասկանալ, թե իրենք որ ժանրում են ուզում շարունակել, որ ուղղությամբ են ուզում գնալ, պետք է շարունակեն թե ոչ։ Պետք է շարունակեն, դե կարծում եմ պետք է շարունակեն։ Այդ ժամանակին դες պրոյեկտներն ես մասնակցեի, ախպեր կասեին գնա, հանգիստ քեզ համար կոշիկ կարի, ինչ գործ ունես այս ամեն ինչի մեջ։ Եվ համ ես կլեի երջանիկ, համ դուք ստելի երուստադիտող։ Ինչպես նշեցիք, կոշիկներով։ Երգահանի համար իր ստեղծագործությունը իսկապես մի երեխա է։ Իսկ չկան դժգոհություններ, թե ով է կատարելու իրենց երգը։ Այսինքն ընտրել եմ այն մասնակիցը, որը այդքան էլ չէր ցանկանում երգանել։ Մենք հարցնում ենք, գիտեք,
բոլոր ստեղծագործողներից, որ սկզբից երգը հնչում է, մենք ասում ենք ում ես պատկերացնում, որովհետեւ իր պատկերացումներն էլ հաշվի առնենք։ Կարող է ինքը ինչ-որ մի երգչի անուն տա, որ չի կարող լինել նախագծում, որտեղ այստեղ չի, հնարավոր չի եւ այլն, բայց գոնե այդ երգչի տեսակն ենք պատկերացնում, թե ինքը որ տեսակի մեջ է պատկերացնում։ Չէ, փորձում ենք հաշվի առնել մաքսիմալը, բայց մեկ է, լինելով որոշակի փորձված իրենց համեմատ, տեսնում ենք, որ այս երգը, որ ինքը պատկերացել է այսքան, իրականում ունի այսքան պոտենցիալ, որ ինքը դեռ չի տեսնում այդ երգի մեջ։ Մենք փորձում ենք գումարել այդ պոտենցիալը եւ դուրս հանել այդ պոտենցիալը այդ երգից։ Բայց եւ այս նախագծի յուրահատկությունը այն է, որ աշխարհում բոլոր մեզ հայտնի երաժշտական ֆորմատները, որ կան, բոլորը տալիս են երգիչներ։ Ոչ մի ֆորմատ չի տալիս ստեղծագործող, բայց ինչ միայն երգիչը ոչ մի բան չի կարողանում անել։ Նրան պետք է ստեղծագործող։ Նոր երգիչը օրինակ չի կարողանում դուրս գալ եւ համագործակցել շատ հայտնի ստեղծագործողների հետ, ովքեր եւ այլն, իրեն պետք է նորահայտ մի ստեղծագործող, որ իրենք նոր բան սկսեն ստեղծել։ Այս նախագծի յուրահատկությունը հենց դա է, որ այդ բացը լրացնում է։ Այդ մասնագիտական բան ասած, ճիշտ է, բան չհասկացա, բայց դեմքի ատետում հասկացա, շատ կարևոր է համոզիչ բան ասես, դուք էլ սիրելի մասնակիցներ, ովքեր որ աշխատում եք մեր մասնագետների հետ, հավատացեք, դա իրական շատ ավելի վատ չի լինի, հաստատ։ Եթե չեմ սխալվում, 3 մասնակից քոնն է, 3 մասնակից Գիսանե Պալյանին է, ճիշտ է։ Չեմ սխալվում, այո։ Ահա, եթե չեմ սխալվում, երկուսով է։ Իրար մեջ, իրար դեմ հակամարտություն, որ այ ես հիմա այնպես Խոստանում կլինի, այս փուլում դեռ չկա, այս փուլում մենք շատ համահունչ ենք, բայց ներքին թարախություն կա մի հատ, որ հիմա սերմերն է արդեն տալիս։ Երևում է, աճ երևում է գալիս է, ես շատ հարգում եմ Գիսանեին։ Լավ, երևի հասկացած ինտոնացիայից, եթե Աննային հարցնենք որպես ռեժիսոր, երկու պրոդյուսերների մեջ ձեռագրային մեծ տարբերություն կա եւ ձեռագրային մեծ տարբերություն կա, ճաշակային տարբերություն կա եւ այս փուլում իրենք փորձում են ընտրել երգ, որի հետ հետագայում կկարողանան աշխատել։ Իսկ ով է ավելի ճաշակով։ Էս ինչ հարցեր են։ Ես կասեմ Գիսանը։ Իսկ չկա երկի կռիվ, մեր թիմն է ընտրել ինչու։ Ճիշտն ասած դեռ երկիչների առումով բաժանվելու են թիմերի եւ դրա մասին դեռ չեմ ուզում խոսել, որովհետեւ դրա մասին դեռ շուտ է խոսել, բայց թիմերը ձևավորելուց բնականաբար հաշվի կառնվեն թե պրոդյուսերների, թե այդ երկիչների ցանկությունները եւ ճաշակային առումով, թե ով ում հետ ավելի լավ կաշխատի, որովհետեւ նախագծի նպատակը լավ պրոդուկտ, հա, եթե կարելի է այսպես ասած, ձևավորելն է, իսկ դա հնարավոր է մենակ այն բaragայում, եթե պրոդյուսերը, երգիչը, երգահանը կարողանում են ընդհանուր հայտարարի գալ եւ ճաշակային նմանություն ունեն։ Գիտեք, Հայաստանում օրինակություն շատ sense Հայաստանում բացակայում է պրոդյուսերական դպրոց եւ մոտեցում հասկացողությունը, հաղորդման ընթացքում այնքան թափանցիկ է երևում այդ համագործակցությունը պրոդյուսերի եւ արտիստի, որ իրականում պետք է որդեգրել այդ բանաձևը ընդհանուր զարմանում ես դու էլ այ քեզ բան Հայաստանը ցեխասմոտոր չեն կարող անցնել կարգը հելվոր դա շատ ինձ թվում է չէ ինչ եմ ուզում ասել որովհետեւ տեսեք մենք երկիչները շփվում ենք առօրյայում եւ տեսնում ենք որ ամեն երկիչ այդ ողնաշարը, որ երգիչը պետք է ունենա, տեսակը, ձեռագիրը, նա ունենում է պրոդյուսերի շնորհիվ, որովհետև պրոդյուսերը պատկերացնում է ամբողջական մի ալբոմ, պատկերացնում է համագործակցության եզր, նոր գտնում է երգիչ, որին կարող է օրինակ այդ ժանրի մեջ բերել եւ հարթեցնել ճիշտ մոտեցում ցույց տալ, այո։ Իսկ այստեղ մեր երկիչները իրենք են ընկած ստեղծագործողների հետևից, իրենք են որոշումները կայացնում, միշտ տարբեր մարդկանցից խորհուրդ հարցնելով, չունեն մի հոգիով խորհրդատու է եւ ունի ինչ-որ մի ձեռագիր։ Իրենք դնում են իրենց համերգները, իրենք պատասխանում են զանգերին, իրենք ստեղծագործական այդ հենց ստեղծագործող մարդու բանից շեղվում են իրենք։ Իսկ եթե լինի երգիչը, որ ուղղակի կզբաղվի իր երգով, իր գործով, իսկ պրոդյուսերը կզբաղվի ամեն ինչով, դա արդեն շատ ավելի պրոֆեսիոնալ կլինի։ Հիմա մենք տեսնում ենք այդ ընթացքը ինչպես է պրոդյուսերը երգչի հետ համագործակցում եւ կարող է նաեւ դա նոր երգչների համար լինի հենց ճիշտ սկիզբ եւ այդպես է շարունակվում։ Մի խոսքով սա հենց այն երանելի միջավայրն է, որտեղ որ ստեղծագործողը կարող է ընկնել։ Քանի որ ես աշխատել եմ Գարիկի հետ ուրիշ նախագծերում եւ տեսել եմ իրեն որպես պրոդյուսեր եւ Գիսանեի հետ նաեւ երկու պրեմիերաներ են կարել եւ գիտեմ իր աշխատելավոճը, իրենք ինչով են տարբերվում։ Գիսանեն մի քիչ ավելի լիբերալ է, այսինքն Գիսանեն մի քիչ ավելի շատ է հաշվի առնում երգիչների ցանկությունը, ինքը փորձում է ավելի դեմոկրատ լինել։ Գարիկը իր տեսակով, ինչպես եւ Անդրեն անցած եթերաշրջանում, ավելի դիկտատոր է, այսինքն ինքը ավելի թելադրող է իր ոճը եւ ավելի այսպես ամբողջական է տեսնում։ Երկու մոտեցումներն էլ շատ հետաքրքիր են եւ այդ պատճառով
մենք կտեսնենք կիսաեզրափակչում արդեն նույն երգի բոլորովին տարբեր մեկնաբանություններ եւ արդեն հեռուստադիտողը կդատի տվյալ դեպքում կիսաեզրափակչում ժյուրին նաեւ թե ում տարբերակն է ավելի հետաքրքիր դուրս եկել Մասնակիցներին ինչպես եք բաժանել եւ նրանք կողմ էին օրինակ լինել դիկտատոր Գարիկի խմբում եւ ոչ թե կամ լիբերալ ինչպես ասած կուսակցությունների ներկայացուցիչներ ենք արդեն դարձել դեբատի անեմ արդեն ասացի որ ընտրելուց հաշվ ենք առնում եւ մասնակիցների ցանկությունը եւ պրոդյուսերների ցանկությունը աշխատելու տվյալ մասնակցի հետ այնպես որ կարծում եմ որ բոլորը գոհ կլինեն եւ բոլորը լավ համերգ կվայելեն որպես ռեժիսոր տենց երկու ասենք տենց մի քանի ճաշակ բան տենց միացնել իրարը բան ասենք ինչ դժվարություններ ունես դե քանի որ ես ընդհանուր նաև նախագծի պրոդյուսերն եմ եւ պետք է հետևեմ աշխատանքներին սաղ պաշտոն ես ու դու Անահիտ հասարակ բարով դուրջ ունես լավ է հիմա շատ բայց իրականում շատ լավ մթնոլորտ է մեր մոտ միշտ մենք աշխատում ենք արդեն բավական երկար տարիներ եւ Գարիկի եւ Գիսանի եւ մեր մասնակիցների մենք տարբեր նախագծեր ենք արել երաժշտական եւ մենք ինձ թվում է շատ լավ արդեն ճանաչում ենք միմյանց եւ շատ լավ կարողանում ենք աշխատել եւ մեր բոլոր պրոյեկտները, բոլոր նախագծերը եւ նրանց հաջողությունները կարծում եմ ապացուցել են, որ որպես պաշտոնյայի ուզում եմ ասեմ, որ վաղը միսօրը տենդիստես ծրագրից հեռացնեն, ես լավ մեքենա եմ քշում։ Կվերցնես որպես բարորդ։ Լավ, մարտի 6-ից ինչ է սպասում հեռուստադիտողին, եթե գանք ամենասկզբից, ինչ է տեսնում։ Մարտի 6-ից սպասվում է շատ հետաքրքիր լսումների փուլ, որովհետեւ ինչպես ցույց է տալիս փորձը, հեռուստադիտողը շատ սիրում է լսումների փուլը, ինչպես երգիչների պարագայում, այդպես կարծում եմ եւ երգահանների։ Դա հետաքրքիր ինչպես են ընտրվել։ Եվ հետաքրքիր է նաև ժյուրիի մոտեցումը, որովհետև ես հասկացել եմ, որ իհարկե շատ դժվար է վատ կատարում լսել նախագծի ընթացքում, բայց ավելի դժվար է լսել վատ երգի վատ կատարում։ Հավատացեք, որ դա մի քիչ ավելի դաժան է եւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի հեռուստադիտողի համար տեսնել երգահաններին եւ տեսնել իրենց առաջին քայլերը, ինչու՞ չէ նաև ձախողված քայլերը։ Չնայած ասեմ, որ այս եթերաշրջանը մեզ զարմացրեց նաև նրանով, որ մեզ մոտ եկան բավականին արդեն փորձառություն եւ ունեցող երգահաններ եւ բավականին երաժշտական ասպարեզում մեծ ճանաչում գտած մարդիկ եւ մենք շատ ուրախ ենք, որ այդ մարդիկ նույնպես եկան եւ սկսնակ երգահանների հետ միասին մասնակցեցին։ Նախորդ եթերաշրջանների հեղինակներ էլի եղել են։ Այո, եւ եղել են հեղինակներ, որ անցած եթերաշրջանում իրենց երգերը անցել են, իսկ այս եթերաշրջանում ոչ։ Դե ինչ, այսպիսի հիանալի բան է սպասում սիրելիներս, ինչպես ասում եք, եթե ինքներս մեզ չգովանք այս կոմերցիոն դաշտում, դժվար թե մեզ ինչ-որ մեկը գովա, բայց մենք գիտենք, որ դուք հետո մեզ գովալու եք, անպայման, որտեղ դուք մեզ հետ եք եւ սիրում եք մեր աշխատանքը։ Ինչպես տեսնում եք, շուտով գարուն է 5 օրից, իսկ ամսի 6-ին, մարտի 6-ին Շանթ հեռուստաընկերությունը պատրաստել է անակնկալ նոր պրեմիերա 3 նախագիծ։ Իր սիրելի հեռուստադիտողների համար, այո։ Սպասվում են հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր այսպիսի հակամարտող մարդիկ, ինչպես տեսնում եք, դիկտատոր Գարիկ, լիբերալ դեմոկրատ Գիսանե Պալյան, մեր սիրելի Գիսանե քեզ էլ ենք ողջունում։ Երկու կողմին մենք դեռ կլսենք անպայման եւ իհարկե Աննա Թադևոսյան, ով մեզ ամեն ինչ ներկայացրեց։ Մենք ձեզ միայն մաղթում ենք հաջողություն, թող այս նախագիծը ունենա շարունակություն, բարձր դիտելիություն, որ բերի միայն մեզ մոտ կոմերցիոն դադարություն։ Գովաստ գնացեք։